Ինչ անշանակում մենք գրանտ ենք տվել, մենք լավ գիտենք այդ գրանտները ուր են գնում են ԱԱԾ, դատարան, ՆԳՆ, ներքին զորքեր, որպեսզի այս ռեժիմը գոյատևի։ Այսինքն այն պարգևավճարներ են աշխատավարձները, որ ստեղծվել է այս ռեժիմի մոտ այդ ներքին զորքերի միակցյունի վրա կանգնած, թե Հայաստանի Հանրապետության վարչապետը, թե նրանք հասկանում են, որ եթե այդ աստղաբաշխական թվերը չվճարվի, իսկ Հայաստանի Հանրապետությունը արդեն բյուջետի ճեղք ունի, դեֆիցիտ ունի, այս ռեժիմը փլվելու է։ Այսինքն այն ոստիկանը, որ հիմա պարգևավճարի համար գալիս է կանգնում է, եթե նրան մի ամիս աշխատավարձ չտան, 2 ամիս չտան, չի գալու։ Եվ սա նախ էլի եմ ասում, հանցագործության մասին հաղորդում է։ Որտեվ կներեք, նաև միջամտում են Հայաստանի ներքին գործերին։ Այո, հիմա երկրորդ քայլը նախ ստեղծում են անհավասար մրցակցություն, այսինքն դուք 11 միլիոն տալիս եք մի կազմակերպության, 12 միլիոն, հա, եւ ընդդիմադիրներին դուք այդ գումարը չեք տալիս, այսինքն նրանք ունենալու են անհավասար չափ մեդիա ռեսուրս, բացի նրանից, որ նրանք օգտագործում են H1-ը եւ H2-ը, ինչ այն մյուս ալիքը։ H2-ը չէ, Factor TV, Ararat News, Civic եւ այլն։ Այսինքն նրանք ունենալու են ավելի մեծ մեդիա ռեսուրս կամ այլ ռեսուրսների հնարավորություններ, որը որ ստեղծելու է անհամաչափ մրցակցություն եւ ուզում են, որ ընդդիմությունը, այսինքն նրանք քայլ են կատարում, որպեսզի ընդդիմությունը պարտվի, առանց այդ այս իշխանությունը մեր գրպանից ինքնաֆինանսավորվում է, տարբեր աղբյուրներով մենք անդրադարձել ենք միանձնյա գնումներ, մենք այսօր արդեն հրապարակել ենք այս 603 միլիոն ամանորյա ծախսերը, դա նույնպես միանձնյա է, այսինքն այդ հաշվետվություն առանց մրցույթի, այսինքն առանց մրցույթի, մենք տեսնում ենք մարզերում ինչա կատարվում գումար տվողը մարզպետարան նույն կազմակերպությունը վերահսկողն է, այսինքն այս համակարգը չի կարա գումար տվողը վերահսկողը լինի, այսինքն այս համակարգը ինքնաֆինանսավորվում է, մի հատ էլ դրսից են իրանց փող տալիս, ինչ ազդեցություն, ինչ կապ ունի Ռուսաստանի ազդեցությունը, եթե խոսում եք, հանում եք եվրոպական ազդեցությունը, չի կարա դա երկրի ներքին ընտրությունների համար, այսինքն մարդիկ, որ նստում են եվրոպական արժեքներից են խոսում, բացահայտ հանցագործության մասին հաղորդում են տալի, որ մենք փող ենք տալի, որ Հայաստանում մնա այս կնիքը, մեր ստորագրությունը, այսինքն մի անձ, որը որ իրականում գոյություն չունի, մենակ ստորագրությունը, եւ նրանք էլ փորձեն իրենց ծրագիրը Հայաստանը լուծարելու առաջ տանեն։ Իսկ չեք բացառում, որ օրինակ նաև այդ գումարը, որտեվ քիչ գումար չէ, էլի 12 միլիոն եվրոն, դրամ չէ։ Օրինակ որպես կաշառք բաժանվի մարդկանց, որպեսզի իրենք իրենց ձայնը տան։ Կաշառք չեմ ասում անմիջապես փողով, ինչ որ ծառայություններով, ինչ որ այլ ընտրանքային ձևերով։ Այդ անհավասար մրցակցությունը մենք հիմա որ թվարկենք, շատ մեծ է, լինելու է ինչ-որ ընտրություններից առաջ մեկ անգամյա սոցիալական ինչ-որ հարցերի, որ ընդդիմությունը չի կարողանալու, այսինքն հերոսացնելու է մի սուպեր վարչապետի էլի մեկ անձնյա պետություն ստեղծելու ու ամենակարևորը եկեք չմոռանանք, որ Եվրոպան ունենալով ինքը մեծ ֆինանսի խնդիր, որ աշկը դրել է ռուսական ակտիվների վրա եւ հիմա բաժանում են միակ հարցը հələ Ամերիկայի հետ չեն եկել համաձայնության, որ ինչքանը պետք է Ամերիկան տանի, ինչքանը պետք է Եվրոպային մնա, մի հատ էլ բարի ժեստ են անում, բա մենք էլ ասում ենք դա Ադրբեջանի տված փողերն է, ոչ ուղիղ ճանապարհով փող են տվել, որպեսզի Հայաստանի ինչի համար զենք օգտագործեն, այնցած անգամ ենք ասել, արդեն ստեղծել են կատարյալ զենք Հայաստանի վարչապետի երեսով։